Կրկին Վարդուհիս պատրաստում է խմորեղեն, մածունով բիսկվիտներ է պատրաստում, շոկոլադե և սպիտակ, հետո կրեմով կկպցնես, չէ, երևի կմիացնես իրար։ Գիշեր ցերեկ։ Շաքարաբազ, Լացնենք 3 բաժակ մածուն։ Երկուս, սա 3։ Լցնենք 2 լավ գթալ սոդա։ Կբաժանենք 2 հավասար մասերի, հետո կավելացնենք ալյուրը։ Վերջում պետք է ստանանք այսպիսի ջրիկ խմոր։ Իսկ այս մյուսին կավելացնենք կակաո։
շատ լավ է։ Հանենք։ Առաջի շերտը պատրաստ է, հիմա երկրորդ շերտն է լցնում։ Ինձ իջհայդրել ես։ Ահա, ինչ եմ արել, ամենք ես։ Իներ, մամային են։ Գլազուրի համար վերցնում սմետան։ Շատ համով գլազուր անում, ես եմ շատ պատրաստում թթվածնով։ Շաքարավազ։ Երկու գթալ շաքարավազ։ Երկու գթալ ջուր։ Կակաո։ Ստանում ենք այսպիսի զանգված և դնում ենք կրակի։ Գցում ենք մի փոքրիկ կարագ։ Կողքերը հանում ենք։
Սա են իմ պատրաստած գիշեր ցերեկն է։ Հիմա պատրաստում եմ ռուլետ, հարգելիներ, ես այդ պահը չնկարեցի, մեկը ջեռոցի մեջ է, մեկն էլ հիմա ջեմա լցնում, ծիրանի ջեմ, բայց մածունով չի խմորը, Վարդուհի ջան, ինչ խմոր պատրաստեցիր։ 5 ձու, 200 գրամ պեսոկ, սոդա, մեղր, 3 ճաշի գթալ, քացախ, ու ալյուր, այնքան ալյուր, մինչև դառնա ջրիկ խմոր։ Հա, ոչ շատ, պատկերացրեք բիսկվիտ, որ պատրաստում ենք, այդ խմորից մի քիչ է թույլ, մի քիչ է Օգտի թույլ։ խմոր։ Շատ լավ խմոր է, հետո ժողովուրդ ջան, ես որ պատրաստում եմ, սրբիչի վրա որ դնում եմ, սրբիչը միշտ խոնավ եմ պահում, որ հեշտ լինի փաթաթելը, բայց Վարդուհին տես չարեց, Վարդուհին հենց չոր սրբիչը դրեց, ու չոր սրբիչով փաթաթեց, դեպպես ավելի լավ է։ Տակ, փաթաթում ես ոչինչ չլինի։ Արդեն ինքը ֆորմեն է։ Տեսեք, ու չի էլ ճաքում խմորը։ Տորթի խմոր հələ որ ձերտաս կտենաս։ Նայ։ Հա, տեսեք ինչ իսկականից ժողովուրդ են, հələ մոտիկ բեր, նայեք, փափուկ։ Տեսեք ռուլետները։ Չէ, ես մեկը հələ պատրաստ չի։ Շատ շուշուտ է թխվում, շատ, երևի Հա, շատ արագ։ 3 րոպեում Մամ, ինչ կտաս վնելացնենք։ Ինչ, ինքավոր սեսնի բաձև տան թաթիլ, կոկոսի, կամ կոկոսի թաթիլներ ինչ-որ պոպոքի հատիկներ։ Պոպոք երես թերիչով։ Ինչ որ ուզում ես, դե կարաս ինձ։
Հարգելի հետևորդներ ջան, դե դուք արդեն գիտեք, որ չասեմ են դուք գիտեք։ Այսպես միշտ երեխես որ գալիս է մեր տուն, գալիս է հայրական տուն, որ հանգստանա, ինչ անեմ, այս խոհանոցից դուրս չի գալի։ Ամեն անգամ ասում եմ Վարդուհի ջան, այս անգամ կգաս, հանգիստ կնստես, կուտես, կխմես, կգնաս, բայց չի լինում, ինքը գալիս է, պատրաստում է, էփում է, թխում է, վերջում է, լվանում է, նոր գնում է։ Ինչ անենք, ասում եմ համբերի միջև հարս բերենք, հարգելի հետևորդներ ջան։ Միջև որ մեր հարսի կգա, իմ աղջկա գործը կթեթևանա, չէ Վարդուհի ջան։ Հաստատ։ Ես էլ Էլենիս ամանն է, որ ինձ համար գնել է, հարգելի հետևորդներ ջան։ Շատ հարմար է, շատ թեթև աման, հա։ Էլեն, մի հատ է քույրիկի համար։ Քույրիկի դուրն եկավ, հենց այս թեթևության, հա։ Հա, դե ինչ Շատ հարմար է։ շատ թեթև, հարմար, չկոտրվող ամենակարևորը։ Քույրիկի համար։ Շեփով տատի։ Եկած է, այս տակածում, այս ապատինը։ Այս Հիմա կտրում ենք, որ հարևանուհիներս կան սուրճ խմեն, գիտեն, որ Վարդուհիս եկել է, պետք է մի համով բան պատրաստի, հրավիրել եմ սուրճ խմելու։ Այսի դու ինձի, դու վերցրալան հատա։ Այսի կարան տանեն դնեմ իրան տեղը, բայց կարան Հա, էլի կդնեմ, ուղղակի ուզում եմ Հա, դե լավ, ոնց ուզում ես արա։ արանքները դնեմ։ Այսօր Վարդուհիս ժողովուրդ։ Գազօջախից, մեկ է ջռոցից այն կողմ չի գնացել, ես էլ լվացարանից։ Էլենս էլ ինչից։ Տեսախցիկից։ Բա, իմ աղջիկը։ Որ կտրես տակ։ Հա, ոչինչ, պետք է գա։ Ինչ լավ թխած է ժողովուրդ ջան։ Իրոք տորթի խմոր ոնց որ լինի, տորթի խմոր։ Չէի հավատում, որ ասում էի։ Ես մածունով եմ արել, Չէ, մածունը ճաքում է։ Սուպտի մի 10 ձվով անես, 4 սատ 5 հատ անես։ Դա բուծուկի դեսակը։ Հարես, ուզում ես, հեսա կողանը Մեջտեղն էլ դատարկ մնա, ինչ անեմ։ Այ, ստատիկ էի ուզում ես ունեցնել։ Всё։ Լենա ջան, ես տե կոնֆետ լսնենք արևս, ես վազը դադարկա։ Հարգելի հետևորդներ ջան, դե այսօր էլ այսքանը։ Վարդուհիս պատրաստեցի 2 տարբեր տեսակի խմորեղեններ, Վարդու ինչեր են մեկը, գիշեր-ցերեկ, հա, գիշեր-ցերեկ, մեկ է ռուլետները։ Դե ինչ այսքանը, բարի գիշեր բոլորիդ։